Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում իրադարձությունները հասնում են ամենածանր ու ամենադրամատիկ կետերից մեկին, որտեղ արդեն որոշումները ոչ թե պարզապես ընտրություն են, այլ ճակատագրեր են կոտրում։ Նարեի հղիության մասին լուրը դառնում է շրջադարձային ոչ միայն նրա կյանքի, այլ ամբողջ ընտանիքի համար, բայց ցավոք այս լուրը չի ընդունվում որպես նոր կյանքի սկիզբ, այլ որպես խայտառակություն, որը պետք է արագ կարգավորել։ Սաքոն, ինչպես միշտ, իրավիճակին մոտենում է ոչ թե որպես հայր, այլ որպես մարդ, ով փորձում է վերահսկել ամեն ինչ ու փրկել իր պատիվը։ Նա որոշում է ստիպել Նարեին ամուսնանալ Արմոյի հետ։ Նրա համար սա ամենահարմար լուծումն է՝ ծածկել հղիության իրական պատճառը, հեռու պահել Նարեին Հայկից և միաժամանակ ամրապնդել իր դիրքերը։ Բայց այս որոշումը իրականում դառնալու է նոր ողբերգության սկիզբ։ Նարեն այս պահին այլևս այն աղջիկը չէ, ում կարելի է հեշտությամբ ստիպել։ Նրա մեջ արդեն արթնացել է մի ուժ, որը գալիս է ոչ միայն սիրուց, այլ նաև մայրությունից։ Նա արդեն հայտարարել է, որ երեխան Հայկինն է և նա պատրաստ է պաշտպանել նրան ամեն գնով։ Հետևաբար Սաքոյի ճնշումը բախվում է Նարեի ներքին դիմադրությանը։ Նարեն կանգնած է շատ ծանր ընտրության առաջ՝ հնազանդվել հորը և փրկել ընտանիքի պատիվը, թե կանգնել իր ճշմարտության կողքին և վտանգել ամեն ինչ։ Բայց այս պատմության մեջ կա մի կարևոր գործոն՝ Լալան։ Լալան այն մարդն է, ով արդեն մեկ անգամ տեսել է, թե ինչ է նշանակում սխալ որոշում և լռություն։ Նա իր կյանքով է ապացուցել, թե ինչ ողբերգությունների կարող է բերել ճնշման տակ ընդունված որոշումը։ Եվ հենց այդ պատճառով շատ քիչ հավանական է, որ նա թույլ տա Նարեին գնալ նույն ճանապարհով։ Լալան հասկանում է, եթե հիմա Նարեն ամուսնանա Արմոյի հետ, դա կլինի ոչ թե լուծում, այլ վերջնական կործանում։ Նա տեսնում է Արմոյի իրական դեմքը, հասկանում նրա խաղերը և գիտի, որ այդ ամուսնությունը Նարեի համար կլինի բանտ։ Հետևաբար Լալան ամենայն հավանականությամբ կդառնա այն ուժը, որը կկանգնի Սաքոյի դեմ։ Սպասվում է շատ ուժեղ բախում Սաքոյի իր պատվի համար պայքարի և Լալայի ճշմարտության ու Նարեի ապագայի համար պայքարի միջև։ Նարեն այս բախման կենտրոնում է։ Նրա լռությունն արդեն կոտրվել է, բայց հիմա պետք է նաև գործի անցնի։ Եթե նա համաձայնի ամուսնությանը, կկորցնի ոչ միայն իրեն, այլ նաև իր երեխայի ապագան։ Բայց եթե նա հրաժարվի, կարող է կորցնել ընտանիքի աջակցությունը և հայտնվել ավելի մեծ վտանգի մեջ։ Միևնույն ժամանակ, եթե Հայկը ժամանակին իմանա ճշմարտությունը և վերադառնա, իրավիճակը կարող է փոխվել։ Բայց եթե նա ուշանա, Նարեն ստիպված կլինի պայքարել։ Առաջիկա սերիաներում սպասվում են ծանր ընտանեկան բախումներ։ Լալայի վճռական միջամտությունը, Նարեի կյանքի ամենակարևոր որոշումը և հնարավոր է հարսանիքի չեղարկում վերջին պահին։ Հարսնաձորի լեգենդը հիմա հասել է այն կետին, որտեղ ամեն ինչ կախված է մեկ հարցից՝ կընտրի Նարեն ճնշումը, թե ազատությունը։ Եվ ամենակարևորն այն է, որ այս ընտրությունն այլևս միայն իր մասին չէ, այլ իր ապագա երեխայի։ Հեռուստադիտողների մեծ մասը կարծում են, որ Նարեն չի կարող ընդունել Սաքոյի որոշումն ու հնարավոր է, որ նա ուղղակի փախչի տնից։ Հատկապես հիմա, երբ Լալայի նման օգնող ձեռք ունի իր կողքին։ Հավանաբար Լալան ուղղակի նրան կօգնի, որպեսզի Նարեն դուրս գա այն ճահճից, որում հայտնվել է։ Հայկը հեռացել է ու դեռ պարզ չէ՝ երբ կվերադառնա և արդյոք կվերադառնա, թե ոչ։ Նարեն ունի երկու տարբերակ որոշման՝ կամ միայնակ մեծացնել իր երեխային, կամ հայտնվել Արմոյի կողքին։ Իհարկե, ավելի հավանական է, որ Նարեն միայնակ է մեծացնելու իր երեխային։ Արդյոք պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Արդյոք Նարեն մնալու է միայնակ։ Հեռուստադիտողները կարծում են, որ Նարեի որոշումը հենց սկզբից էր սխալ, որ սիրահարվել էր Հայկին, քանի որ նա, լինելով Արփիի ամենամտերիմ ընկերուհին և այն Արփիի, ով մահացավ նրա եղբոր պատճառով, պետք չէր, որ սիրահարվեր Հայկին։ Սակայն սերն այնպիսի բան է, որ հնարավոր չէ ուղղակի սրտին թելադրել, և Նարեն որոշում էր կայացրել իր սերը Հայկի հանդեպ արտահայտել։ Բնականաբար այս ամենը Հայկի կողքով էլ անտարբեր չանցավ ու Հայկն էլ սիրեց Նարեին ու հասկացավ, որ Արփիի հետ չէր կարող երջանիկ լինել, երբ որ պարզվեր, որ իր հոր սպանության մեջ Արփիի հոր մատը խառն է։
Բայց Հայկին դեռ սպասվում է շատ հետաքրքիր անակնկալ, երբ նա պարզի, որ Նարէն հղի է, ինչից հետո էլ պարզվի, որ Նարէն հղի է այո իրենից, բայց Նարէն այն մարդու դուստրն է, ում սպանել կցանկանար, քանի որ հենց Նարէի հայրն է սպանել իր հորը։ Իհարկե ամեն ինչ դեռ առջևում է, հետաքրքիր զարգացումները շատ շուտով։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն շատ շուտով հետաքրքիր ու գեղեցիկ անակնկալ կլինի ու հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներ, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք ինչ եք կարծում, ինչպիսի որոշում է կայացնելու Նարէն։